Տերը թող օրհնի քեզ, շատ օրհնի, որ դու քո այսօրվա մի քանի ժամը տրամադրել ես, ուղղակի բացել ես քո կյանքը, ասել ես Սուրբ Հոգի խոսա ինձ։ Ես հավատում եմ, որ այսօրվա խոսքը ամեն մեկիս համար է, եւ այսօրվա խոսքը ես վերնագրել եմ այսպես. անանուն հերոսները։ Ես այսօր խոսալու եմ հերոսների մասին, որոնք ոչ թե անուններ չունեն, անուններ ունեն, պարզապես մենք չգիտենք այդ անունները, բայց Տերը գիտի նրանց։ Մենք չենք լսել իրանց մասին, իրանց անձնականի մասին, բայց Տերը գիտի որտեղ են նրանք ապրում։ Մենք երբևիցե չենք տեսել այդ մարդկանց աղոթքները, բայց Տերը ներկա է նրանց աղոթքների մեջ։ Մենք չենք տեսել նրանց արցունքները, բայց Տերը հատիկ գիտի նրանց արցունքների մասին։ Անանուն հերոսները։ Առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, այսօր սա 4-րդ թագավորաց 5-րդ գլուխն է, առաջի խոսքից։ Գրված է հետևյալը. եւ ասորիների թագավորի զորագլուխ Նեյմանը մի մեծ եւ հարգելի մարդ էր իր տիրոջ առաջին, որովհետեւ Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին։ Այս մարդը քաջ զորավոր էր, բայց բորոտ էր։ Ասորիները մեկ անգամ գունդերով էին եկել եւ Իսրայելի երկրից մի փոքր աղջիկ գերի տարել, որ Նեյմանի կնկա առաջին էր լինում, եւ նա ասեց, երրորդ խոսք, եւ նա ասեց իր տիկնոջը. երանի թե իմ Տերը Սամարիայում եղող մարգարեի առաջ լիներ։ Այն ժամանակ նա նրան կբժշկեր իր բորոտությունից։ Դες մի պատմություն է այստեղ նկարագրված։ Մի մարդու մասին է գրած, որը իշխան էր, իշխանություն ուներ, զորավոր էր, բայց բորոտ էր։ Գիտես, երբ որ մարդու մարմնում հիվանդություն կա, նրա կյանքը ոչ լիարժեք է։ Համաձայն ես։ Ինչ-որ մի բան նեղում է նրան։ Բայց գրված է, որ այդ զորագլուխը օրից մի օր գնացել էր իր գունդերով Իսրայելի վրա եւ մի փոքր աղջնակ էր բերել գերի։ Եվ այդ փոքր աղջնակը վարվում էր, ծառայում էր Նեյմանի կնոջը։ Գիտես, եթե մի պահ մենք փորձենք հասկանալ այդ աղջկան, այդ աղջնակին, նա կարող էր, գիտես ինչպես մտածել, նա կարող էր մտածել, Տեր, բա ինչի սենց եղավ, բա ինչի ես կտրվեցի իմ ծնողներից, բա ինչի եմ ես հիմա գերության մեջ, վատ էր, իհարկե վատ էր, այդ փոքր աղջնակը Նեյմանի տանը ծառա չէր աշխատում, նա Նեյմանի սեփականությունն էր, բայց գիտես, մինչև որ նրան գերի էին բերել, նրա ծնողները դաստիարակել էին այդ երեխային։ Այդ երեխայի մեջ դրել էին Տիրոջ նկատմամբ սերը։ Այդ երեխայի մեջ դրել էին Տիրոջ խոսքը։ Այդ երեխայի մեջ դրել էին աղոթքի սովորությունը։ Այդ երեխայի մեջ դրել էին, որ ինչ էլ որ լինի, Տիրոջը հուսա։ Տերը ունի ճանապարհներ ամեն իրավիճակների մեջ, հարգելիս։ Ամեն։ Եվ այսպես ուզում եմ բոլոր ծնողներին խորհուրդ տալ, եթե իհարկե թույլ տաք, դաստիարակեք ձեր երեխեքին։ Նրանց մեջ դրեք Տիրոջ խոսքը։ Նրանց սովորացրեք աղոթել Աստծուն։ Նրանց սովորացրեք Տիրոջ խոսքը կարդալ։ Նրանց սովորացրեք Աստծո հետ փոխհարաբերություն ունենալ։ Նրանց սովորացրեք Տիրոջը սիրել եւ ամբողջ հույսը նրա վրա դնել։ Ամեն։ Գիտես ինչի, որովհետեւ մենք ծնողներս ամեն ժամանակ չի, որ մեր ձեռքերը հասնելու է մեր երեխեքին օգնելու համար։ Մեր հնարավորությունները սահմանափակ են, հարգելիս, բայց Տիրոջ հնարավորությունները անսահմանափակ են։ Մենք չենք կարող մեր հնարավորությունները թույլ չի տալու։ Մենք ֆիզիկապես միգուցե չենք կարող ներկա լինել մեր երեխեքի
կողքին, երբ որ նրանք դժվարություններով անցնում են։ Գիտես, այս օրինակը ցնցեց ինձ։ Գիտես ինչու՞մ, որովհետև գրված է մի փոքր աղջնակ էր, բայց նա չէր դառնացել Աստծո նկատմամբ։ Նա գերության մեջ էր, նա կտրված էր իր ծնողներից, նա կտրված էր իր մշակույթից, իր երկրից եւ թշնամի երկրում գերության մեջ էր, բայց իր սիրտը ուղիղ էր պահել Աստծո առաջ։ Ամեն։ Գիտես, ոչ մեկ չգիտես աղջկա անունը, բայց նա իմ համար հերոս է։ Գիտես ինչի, որովհետև չհիասթափվեց Աստծուց։ Դառը արմատ չբուսնեց նրա սրտի մեջ։ Նա չդառնացավ Աստծո նկատմամբ։ Եվ ուզում եմ երրորդ խոսքը քեզ համար նորից ընթերցել, գրված է նա իր տիրուհու հետ միգուցե սենյակում է եւ նա այս խոսքերն է ասում. Երանի թե իմ Տերը Սամարիայում եղող մարգարեի առաջ լիներ, այն ժամանակ նա կբժշկեր նրան բորոտությունից։ Այդ աղջիկը չմտածեց, ինձ գերի են բերել, այդ այնս պետք է շատ լավ է, որ նա բորոտա։ Ինչ որ ձև ուզենար իր բարկությունը հայտներ, իր մուրը հաներ, ոնց որ ասում են։ Բայց նա իր սիրտը ուղիղ էր պահել Աստծո առաջ։ Եվ նա գիտես իր տիրուհուն ինչ ասում, երանի թե Նեյմանը Սամարիայում լիներ մարգարեի առաջ, ու մարգարեն կբժշկեր նրան։ Ու գիտես ինչա տեղի ունենում։ Հրեշտակները այդ պահին այս խոսքերը վերցնում են, այդ աղջկա բերանից դուրս եկած, տանում մտցնում են տիրուհու ականջի մեջ, մի քիչ խառնում են, ամեն, տիրուհին զարմանում է ու վազում է իր ամուսնու մոտ, այս նույն խոսքերը մտնում է ամուսնու ականջների մեջ, լսի սիրելիս, ով է իր ծառայի ասածը բանի տեղ դնում, ոչ մեկ, բայց հանկարծ այս աղջկա ասածը բանի տեղ են դնում։ Եվ Նեյմանը, գիտես, լսում է ու իր մեջ էլի ինչ-որ բան է խառնվում, վազում է Ասորեստանի թագավորի մոտ։ Ասում է թագավոր ապրասկենա, սենց բան եմ լսել։ Թագավորը ասում ով է ասել։ Իմ տան ծառան։ Այս պատմությունը այնքան ծիծաղելու է, որտեղ ոչ մեկը ծառայի ասածը բանի տեղ չի դնում։ Եվ թագավորը գիտես ինչ անում, ի զարմանս ինձ, ասում է եկ Նեյման, ես մի նամակ կգրեմ Իսրայելի թագավորին, եւ այս նամակը կվերցնես կգնաս Իսրայելի թագավորի մոտ, որ նա քեզ բժշկի։ Եվ այդպես է լինում է։ Նեյմանը թագավորական նամակը գնում է, մտնում է Իսրայելի թագավորի մոտ, եւ ասում է, լսի, ես եկել եմ, որպեսզի դու ինձ բժշկես։ Ու հանկարծ թագավորական պալատում մի մեծ աղմուկ է բարձրանում։ Թագավորը պատռում է իր հանդերձները եւ ասում է, ի՞նչ է, ես Աստված եմ, որ քեզ բժշկեմ։ Ես Աստված եմ, որ քեզ կենթանացնեմ կամ մահացնեմ։ Եվ գիտես, այս աղմուկը հասնում է մարգարեին։ Այս աղմուկը հասնում է Աստծո մարդուն։ Եվ նա մարդ է ուղարկում թագավորական պալատ եւ ասում է, ուղարկիր ինձ մոտ, թող նա իմանա, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Իսրայելի մեջ մարգարե կա։ Եվ գիտես Նեյմանը գալիս է Եղիսին իր ծառային է ուղարկում եւ ասում է գնա մտի Հորդանանը 7 անգամ լվացվիր այդ ջրով, մտիր դուրս արի եւ բժշկված կլինես։ Եվ երբ որ Նեյմանը դա անում է, նա ամբողջությամբ բժշկվում է։ Բայց ուզում եմ քո ուշադրությունը, գիտես ինչի վրա հրավիրել, ուզում եմ քո ուշադրությունը հրավիրել այն հատվածի վրա, որը գրված չի իդեպ, երբ որ Նեյմանը գնում է ու մտնի իր տուն, բժշկված, մաքրված, իր հրաշքը վերցրած, ամեն։ Գիտես, ես հավատում եմ, որ այդ ծառա աղջկա ճակատագիրը փոխվեց։ Ճակատագիր բառն եմ ուղղակի ստեղ օգտագործում։ Նա էլ ծառա չէր այդ տանը։ Միգուցե Նեյմանը նրան կանչել էր ասում, լսիր, դու էլ ծառա չես, դու իմ աղջիկն ես։ Ես քեզ մեջ ժառանգություն կտամ։ Գիտես ինչի, որտեվ մի հոգի, որի անունը այդքան էլ հայտնի չի, ոչ մեկն էլ չգիտի նրա անունը, չվախեցավ
Աստծո խոսքը խոսալու իր Տիրոջը։ Հարգելիս, մի վախեցիր Աստծո խոսքը խոսալու մարդկանց։ Ամեն։ Միգուցե դու կասես, դե լավ, ես իմ ասածը ոնց որ թե այդքան էլ բան չի անի։ Իմ ասածը լավ, ես մի աննշան մարդ եմ։ Կամ ավելի ցածր դիրք ունեմ, քան թե մյուսները, ում որ ես ասելու եմ։ Լսի, Տերը ուզում է օգտագործի քեզ։ Տերը ուզում է օգտագործի քեզ։ Բալկոնում, Տերը ուզում է օգտագործի ձեզ։ Այս փոքր աղջիկը, եթե բերանը փակեր եւ ոչինչ չասեր, Նեյմանը կմահանար իր բորոտության մեջ։ Բայց ես հավատում եմ, որ այս փոքր աղջկա պատճառով իշխանի տանը փրկություն եղավ։ Բժշկություն եղավ։ Ու դրանով սկսեց հետաքրքրվել թագավորը։ Սա գրված չի, սա ես կարող եմ ենթադրել։ Եվ թագավորը ասեց, հա, Նեյման, ինչ եղավ։ Նա ասեց, լսի, բժշկվեցի։ Փոքր աղջկա ասածով։ Գիտես, իմ դուրը ինչն է գալի, որ նա համարձակություն վերցրեց, իր տիկնոջ ասեց, լսի, եթե իմ Տերը գնա Սամարիա, Մարգարեի առաջ, Մարգարեն կբժշկի նրան։ Ուզում ես այդ համարձակությունից վերջում աղոթելու ենք, որ դու չամանչես քո բերանը բացելու եւ խոսալու Աստծո խոսքը, որպեսզի դու չամանչես եւ չքաշվես։ Ես ուզում եմ քեզ ասել, երբ որ դու ամանչում ես ու չես խոսում Աստծո խոսքը, շատ մարդիկ քո չխոսալու պատճառով կորցնում են իրենց փրկությունը։ Կորցնում են այդ հնարավորությունը, որ կարային փրկվեին, բայց քանի որ դու ոչ մի չես ասել, այդ մարդիկ չեն փրկվել։ Այս աղջիկը նորից եմ ասում, նա չէր աշխատում ծառա, նա նրանց սեփականությունն էր։ Որտեվ նրան Իսրայելից գերի էին բերել։ Մի փոքր աղջնակ, որի անունը ոչ մեկ չգիտի, Ասորեստանի իշխանի եւ այնուհետեւ հավատում եմ նաեւ թագավորական պալատում խոսվում էր Իսրայելի Աստծո մասին։ Այս աղջկա պատճառով։ Ամեն։ Հարգելիս Տերը ուզում է օգտագործի ամեն մեկիս։ Անկախ նրանից մենք հայտնի ենք, թե հայտնի չենք։ Անկախ նրանից մեր հետևորդների թիվը 1-ն է, թե 1000-ն է։ Անկախ նրանից ովքեր են մեզ ճանաչում։ Գիտես, ես այսօր խոսալու եմ այն մարդկանց մասին, ում մասին շատ մարդ չի ճանաչում։ Այս աղջկանից սկսած։ Եղիր այս աղջկա նման։ Ամեն։ Միգուցե քո անունը նույնիսկ քո կողքինները հիմա չգիտեն, բայց Տերը գիտի քեզ։ Միգուցե քո աղոթքները այդքան զորավոր աղոթքներ չեն, բայց Տերը լսում է քեզ։ Միգուցե դու կարիքների մեջով, դժվարությունների մեջով ես անցնում, ամեն օր ծնկի վրա աղոթում ես Աստծո առաջ, Տերը տեսնում է քո արցունքները։ Ամեն։ Տերը տեսնում է քեզ։ Տերը ճանաչում է քեզ։ Ինչպես որ ճանաչում է այս աղջկան, եւ այս աղջկա ասելու պատճառով մի մեծ զորավոր փոփոխություն եղավ եւ Նեյմանի տանը եւ ասորիների թագավորի մոտ։ Հալելույա, փառք Աստծուն, սիրելիս։ Փառք Աստծուն։ Ես այսօր խոսալու եմ մարդկանց մասին, ովքեր որ այդքան էլ հայտնի չեն։ Բայց երբ որ դու երկնքում կհանդիպես նրանց, կտեսնես, որ լավ էլ հայտնի են։ Միգուցե այստեղ քեզ ոչ մեկ չի ծափահարում, բայց երկինքը ծափահարում է։ Միգուցե այստեղ քեզ ոչ մեկ շնորհակալություն չի ասում, բայց երկինքը քեզ շնորհակալություն է ասում։ Միգուցե դու չես ամանչում Հիսուսի անունը տալու, Հիսուսն էլ չի ամանչում քո անունը հոր առաջ տալու։ Եթե դու ամանչում ես Հիսուսի անունը տալու մարդկանց առաջին, Տերն էլ ամանչում է քո անունը տալու հոր առաջ։ Ընտրիր։ Ընտրության առաջ ես դու։ Ամեն։ Տերը ճանաչում է քեզ, հարգելիս։ Երկինքը ճանաչում է քեզ։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Ամեն։ Ուզում եմ երկրորդ պատմության մասին մի փոքր խոսալ։ Երկրորդ պատմությունը
Գրված է Ղուկասի ավետարան 21-րդ գլխի առաջի 4 խոսքերում։ Չեմ կարդա, էկրաններին կա, դու կարող ես նայել, քեզ մոտ կարող ես բացել նայել։ Այստեղ գրված է երկու լումա տվող կնոջ մասին։ Մենք հարյուրավոր անգամներ լսել ենք այս պատմությունը։ Սա խոսացվում է նվիրատվության խոսքի ժամանակ։ Մենք ինքներս սա շատ հայտնի պատմություն է մի կնոջ մասին, որի անունը ոչ մեկ չգիտի։ Բայց նա հերոս է երկնքում։ Ամեն։ Միգուցե մենք երկնքում կտեսնենք ինչ-որ մեկին, փառավորված այսպես, որ գնում է, ման է գալիս։ Եվ դուք ասես, բայց մեկ ով է։ Ասես ոնց չեք ճանաչում իրան։ Երկու լումա տվող կինն է։ Բայց ոչ մեկ չգիտի իր անունը։ Հարգելիս, ինչ ես պատրաստ Աստծո համար անելու։ Ինչպիսի հերոսություն ես պատրաստ Աստծո համար անելու։ Երբ որ կարդում ես այս պատմությունը, գրված է, որ Հիսուսը տաճարում էր, եկել էր պարզապես նայելու, տեսնելու, թե ով ոնց է քարոզում, միգուցե ով ոնց է զոհաբերում։ Եվ այս կինն էլ էր այնտեղ։ Եթե այս կնոջ մասին խոսանք մի փոքր բնութագրեմ, առաջի հերթին նա հոգևոր մարդ էր։ Նա հասուն հոգևոր կին էր։ Եվ նա սովորություն ուներ ամեն կիրակի այնտեղ շաբաթ օրը գնալու տաճար։ Դու սովորություն ունես ամեն շաբաթ ու կիրակի ծառայությանը մասնակցելու։ Բաց մի թող շաբաթ եւ կիրակի օրվա ծառայությունները հարգելիս։ Այս կինը չէր ամանչում, որ ինքը աղքատ է եւ որբևարի է։ Այս կինը չէր ամանչում, որ երկու լումա էր զոհաբերում Աստծուն։ Բայց ուզում եմ մի փոքր որպեսզի ավելի պատկերավոր լինի, ուզում եմ տաճարի ներսի այդ իրավիճակը նկարագրել քեզ։ Դրված էր գանձանակը, կային մարդիկ, հարուստները եւ ոչ միայն հարուստները, այն մարդիկ, ովքեր որ շաբաթ օրը գնացել էին տաճար, խոսքը լսելու եւ իրենց նվիրատվությունները անելու, եւ գիտես, բնականաբար այն ժամանակ թղթադրամներ չկար, մետաղադրամներ էր, եւ այդ մետաղադրամները քսակների մեջ էր, եւ երբ որ այդ մարդիկ էին մոտենում իրանց ընծան դնելու գանձանակի մեջ, նրանք միգուցե բացում էին իրանց այդ պարկը, բարձրացնում էին վերև եւ վերևից լցնում էին այդ դրամները, այդ մետաղադրամները գանձանակի մեջ եւ այդ ձայնը, պատկերացնում ես ինչ ձայն էր, կոպեկների որ շխշխկալով ընկնում էր եւ միգուցե լցնում էր ամբողջ տաճարը։ Եվ մարդիկ ասում էին, «Ահա, տեսակ ինչպիսի զոհաբերություն կատարեց։ Տեսակ, էս ինչը, էս ինչքան տվեց»։ Դες մեր մարդկային աչքերը իրանք ամեն ինչ չի որ տեսնում են։ Բայց Հիսուսը այդ ամեն ինչի մեջ ուրիշ բան տեսավ։ Տեսավ երկու լումա տվող կնոջը, որը միգուցե, չգիտեմ, թաքուն մոտեցավ գանձանակին ու շատ արագ նես դրեց իր երկու լումա, որ նույնիսկ ձայն չեկավ։ Բայց Հիսուսը գովեց նրան։ Հարգելիս, ուզում եմ քեզ սա ասել։ Եթե դու մի բան անում ես Աստծո համար, մի աղմկի դրա մասին։ Եթե դու ինչ-որ մեկին փրկում ես, ավետարանը վկայելով, ինչ-որ մեկի համար աղոթել ես ու Տերը բժշկել է, մի աղմկիր, Տերը գիտի։ Ամեն, Տերը տեսնում է։ Եվ օրես մի օր, երբ որ մենք հայտնվենք երկնքում, ես հավատում եմ, որ կհայտնվենք երկնքում։ Երբ որ այդ կնոջը տեսնես, որի անունը ոչ մեկ չգիտի, ոչ մեկ, բայց նրան ասում են երկու լումա տվող կինը։ Ամեն։ Նա կարող է գիտես ինչ ասել քեզ, նա կարող է քեզ ասել, գիտես, ես իմ համար հավատացյալ կին եմ եղել։ Ես իմ ընծան եմ ուղղակի սրտանց բերել տաճար։ Բայց Հիսուսը դա վերցրել է եւ մի լավ դաս է տվել իր աշակերտներին։ Որտեւ Հիսուսը կանչեց իր աշակերտներին, ասեց եկեք, տեսեք, ու մի հատ լավ դաս տվեց։
Ամեն, թե ինչպես է պետք զոհաբերել, թե ինչ հավատքով է պետք զոհաբերել, թե ինչպիսի խոնարհությունով է պետք զոհաբերել։ Հարգելիս, եթե Տիրոջ համար ինչ-որ բան անում ես, արա այս կնոջ նման։ Արա այս կնոջ նման։ Ամեն, որտեվ Տերը գիտի։ Գիտես, եթե դու ինչ-որ բան ես անում, ու ոչ մեկ չի ծափարում քեզ, դու այնպես արա, որ երկինքը ծափարի քեզ։ Եթե ոչ մեկ քեզ չասում գիտես, շնորհակալություն, դու այնպես արա, որ երկինքը, այս բառ ասեմ, լայքի քեզ։ Միգուցե քո սոցցանցերում ոչ մեկ քեզ չի լայքում, բայց քո ապրելակերպը, քո վարքը թող այնպիսին լինի, որ երկինքը ուրախանա դե։ Բայց ուզում եմ քեզ մյուս կողմն ասեմ, եթե քեզ լայքում են, միևնույնն է Հիսուսն է Տերը։ Քիթդ չտնգես։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Ես ուզում եմ քեզ ասել, որ մի մտածի sense մի կերպ փրկվելու մասին, բայց մտածի, որ փրկվես որպես հաղթող։ Ամեն, որպես հաղթող փրկվես։ Հալելույա, փառք Աստծուն, սա կարևոր է, որ ոչ թե մենք ասենք, դե լավ, ես մի կերպ կփրկվեմ ու վերջ, բայց Աստծո խոսքը ասում է հաղթողներին հատուկ ձևի է երկինքը դիմավորելու։ Ամեն։ Ասում է հաղթողներին մի սպիտակ խիճ է տալիս, որի վրա անուն է գրած, որ ոչ մեկը չգիտի։ Մենք այսօր խոսում ենք անանուն հերոսների մասին, հարգելիս։ Ամեն։ Ուզում եմ քեզ ասել, այս օրինակը մի երկու շաբաթ առաջ մի առիթով ասեցի, բայց ուզում եմ նորից կրկնել դա։ Գիտես, ապրիլի 24-ին մենք գնացինք Ծիծեռնակաբերդ, հիշեցինք ցեղասպանության նահատակներին, մեր հարգանքի տուրքը մատուցեցինք նրանց հիշատակին։ Բայց գիտես ինչ եմ ուզում, քո ուշադրությունը ինչի վրա եմ ուզում հրավիրել, այդ ժամանակ, երբ որ տեղի էր ունենում այդ ամեն ինչը, այդ ամեն ինչի մեջ կային նաև միսիոներներ։ Դու լսած կլինես նրանց մասին։ Եվ այդ միսիոներները իրանց անձը չխնայելով, իրանց անձը վտանգելով փրկեցին հարյուրավոր եւ հազարավոր հայ մանուկների։ Ամեն։ Իսկ ով գիտի նրանց անունները։ Մի անուն, 2, 3, 4, բայց այդ գործընթացի մեջ հարյուրավոր մարդիկ են եղել ներգրաված, հարգելիս։ Հարյուրավոր մարդիկ։ Ու միգուցե ոչ մեկն էլ չգիտի նրանց անունները։ Ու երբ որ մենք նայում ենք Մատթեոսի ավետարան 25-րդ գլուխը, երբ որ Հիսուս ասում է, ես մերկ է եւ դուք ոչ մի բան չարեցիք, ես ծարավ է եւ չտվեցիք ջուր, ես հիվանդ էի չայցելեցիք, ես այսպիսին է եւ դուք ոչ մի բան չարեցիք, ինչ ես մտածում, երկինքը գիտի իրաց մասին։ Երկինքը գիտի նրանց մասին։ Հարգելիս, երկինքը ամեն մեկի մասին առանձին գիտի։ Որովհետև իրանք այնպիսի վարքագիծ դրսևորեցին հանուն Հիսուսի։ Ամեն։ Հանուն այն Աստծո, որին իրանք հավատում էին։ Իսկ ինչ վարքագիծ ենք մենք այսօր դրսևորում, հանուն այն Աստծու, ում որ մենք հավատում ենք։ Հանուն այն Աստծու կամքը կատարելուն, որը փրկել է մեր կյանքերը։ Հանուն այն Աստծու արքայությունը տարածելու, որը մեզ հավիտենական կյանք է տվել։ Գիտես, այսօր էլ կան մարդիկ։ Ուզում եմ անպայման նշել այդ մարդկանց մասին։ Իրանց կյանքը դրել են ավետարանի համար։ Միգուցե իրանց բեմ չեն բարձրացնում եւ ոչ մեկ չի ծափահարում, բայց երկինքը ծափահարում է այդ մարդկանց։ Բայց երկինքը գիտի ու ճանաչում է այդ մարդկանց։ Միգուցե դու չգիտես նրանց անունները, բայց երկինքը լավ գիտի նրանց անունները։ Ամեն։ Եթե դուք այստեղ եք, որոնք ձեր կյանքը դրել եք Աստծո համար եւ ոչ մի անգամ շնորհակալություն չեք ստացել, ուզում եմ հորդորեմ ձեզ, երկինքը գիտի ձեր մասին։ Տերը գիտի ձեր մասին։
Տերը գիտի ձեր զոհողությունները, Տերը գիտի ձեր ծառայությունը, Տերը գիտի թե դուք ինչերից եք հրաժարվել, որ գնաք ու Աստծո կամքը կատարեք։ Ամեն, հալելույա, փառք Աստծուն։ Եվ այն մարդիկ շատերը երկինք են մտնելու որպես հաղթողներ։ Շատերը երկինք են մտնելու որպես հերոսներ։ Ամեն, որը որ շարժեցին։ Երբ որ դու Եբրայեցիների 12-ն ես կարդում, այնտեղ նենց հերոսներ կան, որոնց անունները չկա, որոնք ցնցեցին ողջ աշխարհը, ցնցեցին թագավորությունները, իշխանությունները։ Ամեն։ Արդյոք Տերը ճանաչում է քեզ։ Արդյոք դու պատրաստ ես Աստծո համար ինչ-որ բան անելու։ Արդյոք դու պատրաստ ես բերանդ բացելու ավետարանը քարոզելու։ Մենք ասում ենք, Տեր, արթնություն ենք ուզում։ Ամեն, մենք հիմա ենք արթնություն ուզում։ Ուզում եք արթնություն։ Լուր նստած ես։ Գիտես, ուզում եմ Հովև Արտուրի խոսքերից հիշել։ Արթնություն առանց դեմքերի։ Այսինքն դա մի հոգի չի անելու։ Դա մի հոգով չի լինելու, հարգելիս։ Ամեն մեկս պետք է քարոզենք ավետարանը։ Ես անպայման ուզում եմ նշեմ, եթե դու մշակույթի ոլորտից ես, կամ սպորտի, կամ առողջապահության, կամ չգիտեմ, տնտեսական բլոկից ես, արդարադատությունից ես, գործադիրից ես, չգիտեմ, օրենսդիրից ես, որտեղ էլ որ լինես, մի փագի բերանդ։ Բացի ու խոսա ավետարանի զորությունը Հիսուսի մահն ու հարության մասին։ Ամեն։ Այդպես է սկսվում արթնությունը։ Այդտեղից է սկսելու արթնությունը։ Արթնություն բժշկության մեջ, արթնություն ֆինանսների մեջ, արթնություն բիզնեսի մեջ, արթնություն արդարադատության մեջ, արթնություն կառավարության մեջ, ամեն տեղ արթնություն։ Կարծում եմ սա մեր փափագն է, սիրելիս, չէ՞։ Սա մեր երազանքն է, սա մեր աղոթքներն է, սա մեր ծոմերն է, սա մեր աղաչանքներն է։ Տերը ճանաչում է քեզ։ Բացի բերանդ ու սկսի խոսալ։ Բացի բերանդ ու սկսի խոսալ Տիրոջ խոսքը, որովհետև Տերը նպատակներ ունի քո համար։ Հալելույա, փառք Աստծուն։ Մի ամանչի, միգուցե դու մեծ շրջապատի տեր մարդ ես։ Ու այդ քո միշտ այդ քո մեծ շրջապատը ծառայեցնում ես քո գործերը առաջ տանելու համար։ Լսիր, եթե դու մեծ շրջապատի տեր մարդ ես, դա հենց այնպես չի։ Տերն է արել, որ դու խոսած քո մեծ շրջապատին Հիսուսի փրկության մասին։ Ամեն։ Բայց եթե դու բերանդ փակում ես, փրկությունը քո միջոցով չի գնա այդ մարդկանց կյանքերի մեջ։ Արթնություն չի լինի։ Ամեն։ Գիտես, օրես մի օր որոշեց այս աղջիկը խոսալ եւ փրկություն եղավ։ Այնտեղ որտեղ որ նա կար։ Օրես մի օր այս երկու լումա տվող կինը իր սովորության համաձայն խոնարհաբար հնազանդվելով Տիրոջը իր երկու լուման էր զոհաբերում։ Ինչպես որ ամեն անգամ ու հանկարծ Տերը տեսավ դա։ Ու հանկարծ մտավ Աստվածաշնչի մեջ։ Ու բոլոր քրիստոնյաները խոսում են այս կնոջ մասին, բայց ոչ մեկ չգիտի նրա անունը։ Ոչ մեկ չգիտի նրա անունը։ Պատկերացնում ես։ Միգուցե քո անունն էլ ոչ մեկ չգիտի, հարգելիս, բայց Տերը գիտի։ Բայց Տերը լսում է, բայց Տերը տեսնում է։ Ու Տերը ուզում է այլ ավելի զորավոր ձևի քեզ օգտագործի արթնության մեջ, հրաշքների մեջ ու զորությունների մեջ։ Կանգ մի առ, խոսա ավետարանը։ Ամեն, հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, եւս մի օրինակ ուզում եմ, որպեսզի իրար հետ նայենք։ Սա գրված է Ղուկասի ավետարան 19-րդ գլխի 29-ից 35 խոսքերը։ Ղուկաս ավետարան 19-րդ գլուխ 29-ից 35 խոսքերը։ Դու կարող ես նայել, ես կարճ կպատմեմ սա։ Երբ որ Հիսուսը գալիս ու հասնում է Երուսաղեմին։ Ձիթենյաց սարի մոտ։ Ինչ է տեղի ունենում։ Նա իր երկու աշակերտներին ուղարկում է, ասում է գնացեք դիմացի գյուղը, մտեք եւ այնտեղ ավանակ կգտնեք կապած։ Արձակեք այդ ավանակը եւ բերեք։ Եվ երբ որ դուրս կգան ու կասեն, «Էս ինչ եք անում», նրանց ասեք, որ սա Տիրոջը պետք է։ Եվ այդ երկու աշակերտները գնում են, մտնում են
գտնում են այդ ավանակը, Աստծո խոսքը ասում է, որ այդ ավանակի վրա ոչ մեկ նստած չէր։ Ոչ մի մարդ, ոչ մի անգամ նստած չի եղել այդ ավանակի վրա։ Եվ երբ որ ուզում են արձակեն այդ ավանակը, տերը դուրս են գալիս եւ ասում են, «Էս ինչ եք անում»։ Եվ աշակերտներն ասում են, «Սա Տիրոջը պետք է»։ Բան չեն ասում, արձակում բերում են։ Բերում են, շորը գցում այդ ավանակի վրա, Հիսուսին նստացնում են եւ Հիսուս այդ ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ։ Ուզում եմ քո ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ավանակի Տիրոջ անունը ոչ մեկ չգիտեր։ Չեք կարդացել, չէ՞, նրա անունը անհայտ է, Աստվածաշնչում չկա նրա անունը։ Բայց ես հավատում եմ, սա իմ անձնական կարծիքն է, որ Տերը նախորոք այցելություն էր արել այդ մարդուն։ Եվ ասել էր իմ համար մի ավանակ պատրաստի, որի վրա ոչ մեկ նստած չի։ Պատկերացնում ես, ավանակ ունենաս ու ոչ մեկ մարդ նստած չլինի։ Մեքենա ունենաս, ոչ մի անգամ քշած չլինես։ Պատկերացնում ես, եթե զուգահեռներ են կանցկացնում մեր օրերի հետ։ Եվ նրան ասել է, պահի այդ ավանակը ինձ պետք է։ Հարգելիս, ոչ մեկը չգիտի այդ մարդու անունը։ Բայց երբ որ աշակերտները նրան ասեցին, Տիրոջը պետք է քո ավանակը, նա հոժարությամբ տվեց։ Գիտես, սա շատ լավ օրինակ է։ Քեզ ուզում եմ ասեմ, ավանակը Տիրոջը պետք է։ Լսում ես, ավանակը Տիրոջը պետք է։ Այն շնորհքը, որ դու ունես, որ Տերը տվել է քեզ, այն հնարավորությունը, որ Տերը տվել է քեզ, այն ամեն ինչը, որ Տերը տվել է քեզ, Տիրոջը պետք է։ Օգտագործի նրա փառքի համար։ Ամեն։ Օգտագործի նրա անվան համար, օգտագործի նրա արքայության համար, օգտագործի նրա անունը քարոզելու համար։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն, արգելիս։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, Տերը նայում է ու տեսնում է։ Ու գիտի քեզ, ու ճանաչում է քեզ, ու լսում է քեզ, ու գիտի քո խնդիրները, ու գիտի այն դժվարությունները, որի մեջով որ դու անցնում ես։ Երբ որ Դավիթ թագավորը Սաղմոս 23-ը երբ որ կարդում ես, գիտես ինչ ասում է, Տեր, եթե ես մահվան շուքի ձորով էլ անցնեմ, դու իմ հետ ես։ Գիտես, Տերը չի ասում, որ չես անցնելու մահվան շուքի ձորով։ Սա է ճշմարտությունը։ Բայց ասում է, բայց երբ որ անցնելու լինես, Տերը քո հետ է։ Ամեն։ Հարգելիս, Տերը քո հետ է։ Տերը քո հետ է։ Ինչի ես ամանչում Աստծո խոսքը խոսալու։ Դու ասում ես, դե լավ, ես չէ, բայց այս մի հովիվը, գիտեք, հովիվները իրենց ծառայությունը գերազանց ձևի անում են, հարգելիս։ Հովիվները մի հոգի են, երկու հոգի են, երեք, բայց ինչքան լավ կլիներ, երբ որ ամեն մեկը ծառայություն մատուցեր, ամեն մեկը քարոզեր ավետարանը։ Ուզում եմ մի վկայություն պատմել։ Տարիներ առաջ մեր ծառայողներից մեկը ինքը վարսահարդար էր, եւ բոլորին քարոզում էր։ Հանկարծ ասում մի կին եկավ, ասեց, արագ մազերս ֆենի, պետքա հիվանդանոց գնամ, բարեկամս այդ վերակենդանացման բաժնում է։ Ես իմ ինչ ա եղել։ Ու ես մեր քույրիկը նա ասում է, ուզում ես հետդ գամ վերակենդանացման բաժին ու աղոթեմ իր համար։ Ասում եմ, ոնց, խիր ու աղոթում ես։ Ասում եմ, հա, ես հավատացյալ եմ, գամ աղոթեմ նրա համար։ Եկ արագ մազերը ֆենում են, երկուսով գնում են, մտնում են, աղոթում են, ու ինչ ա լինում։ Հրաշք ա լինում։ Այդ մարդը բժշկվում է։ Ու երբ որ դրան դուրս են գրում, բերում են տուն, այս քուրիկին նորից հրավիրում են իրանց տուն, որտեղ արդեն ամբողջ Գերդաստանը նստած է, ու ամբողջ Գերդաստանը ապաշխարում է։ Հալելույա, փառք Աստծուն։ Հալելույա, փառք Աստծուն։ Դու ուզում ես այդ քույրիկի տեղը լինես, իսկ ով է քեզ խանգարում։ Ինչ հիվանդ մարդ չկա, որի համար պետք է աղոթել։
Գիտես, իսկ ինչ լավ կլիներ, որ այդ քույրիկից 10 հատ լիներ։ 10 տարբեր ցեղեր փրկվեին։ Իսկ ինչքան լավ կլիներ, որ այդ քույրիկի նման 100 հոգիներ լինեին, ծառայողներ։ Իսկ ինչ լավ կլիներ, որ այդ քույրիկի նման 1000 հոգի լիներ Երևանի մեջ։ Ամեն։ Քարոզեր փրկվեին։ Գիտես, երբ որ մարդ փրկվում է, դրսևանց ոչինչ էլ չի կատարվում։ Բայց Ղուկասի 15-րդ գլխում գիտես ինչա գրված, որ երկինքը ուրախանում է մի փրկվածի համար, որ երկինքը ցնծում է մի փրկվածի համար, որտեղ միևս մի հոգի դժոխքից փոխվեց դեպի հավիտենական կյանք։ Ամեն։ Ուզում ես երկնքին ուրախացնես։ Փառք Աստծո, մի հոգի ուզում է։ Ուզում ես երկինքը ցնծա, սկսի քարոզել ավետարանը։ Սկսի քարոզել Տիրոջ խոսքը, ուրախացրու երկինքը, հարգելիս։ Որ երբ որ դու երկինք գնալու լինես, ասեն եկավ, եկավ, ով եկավ, երկինքը ուրախացնող եկավ։ Ամեն։ Երկինքը լցնող եկավ, ավետարան քարոզող եկավ։ Տերը ճանաչում է քեզ։ Հալելույա, փառք Աստծուն դրա համար։ Գիտես, մենք անցնում ենք որոշակի դժվարությունների մեջով եւ կարծես այդ դժվարությունները խեղդում է։ Բայց գիտես, եթե մեր դժվարությունները համեմատում ես այս ժամանակվա, որ Աստվածաշնչի մեջ նկարագրված է, միգուցե դժվարությունները այդքան էլ դժվարություններ չեն։ Միգուցե հիմիկվա դժվարությունները ավելի շատ նրա համար է, որ մենք էլ ավելի կպնենք Տիրոջը, էլ ավելի փնտրենք նրա երեսը։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց անունները ոչ մեկ չգիտի։ Երբ որ մենք նայում ենք 3-րդ Թագավորաց 19-րդ գլուխը, դες հետաքրքիր մի պատմություն է գրված, նորից կպատմեմ։ Սա Մարգարեի պատմությունն է։ Նա վազելով գնում է Աստծո երեսը ընկնում է սկսում է փնտրել։ Նա ասում է, լսի, ամբողջ Իսրայելը մտել է կռապաշտության մեջ։ Բոլորը քեզ դավաճանել են, Տեր։ Մենակ ես եմ մնացել։ Եվ հիմա իմ հոգին եմ փնտրում, որ ինձ է սպանեն։ Ու գիտես, Տերը սկսում է խոսալ նրան։ Ու գիտես ինչ ասում։ Ասում է, լսի, հարգելի Մարգարե, մենակ դու չես մնացել։ 7000 հոգի ունեմ, որը ծունկ չի դրել բահաղին և չի համբուրել իրեն։ Ինչ ես մտածում, Տերը գիտեր 7000 հոգու անունները։ Մենք չգիտենք։ Տերը ճանաչում էր նրանց։ Իհարկե ճանաչում էր։ Տերը լսում էր իրանց։ Իհարկե լսում էր նրանց։ Տերը նույնիսկ նրանց հաշիվը գիտեր։ Ով է ծունկ դրել, ով ծունկ չի դրել։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, այս այնքան լավ օրինակ է, որ մենք չսպասենք, հարգելիս, որ ինչ-որ մեկը կծափահարի մեզ, ինչ-որ մեկը մի բան կասի, այլ մենք գնանք ու Հիսուսի առաջադրանքը կատարենք։ Ասում է, գնացեք ամբողջ աշխարհով եւ քարոզեք Աստծո խոսքը։ Ամեն, որ փրկվեն մարդիկ, որ լցվեն մարդիկ։ Սա առաջադրանքը ամեն մեկիս համար։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Սա առաջադրանք է երկնքից ամեն մեկիս համար։ Անպայման չի այստեղ երկրի վրա կասեն, «Էս ինչան, էս ինչ է, այսքան մարդու քարոզել է», բայց երկնքում գիտեն քո մասին։ Հալելույա, փառք Աստծուն։ Ուզում եմ քեզ խոսք ուղղել։ Ուզում եմ քեզ մի բան ասել, որ մի կենտրոնացիր այն բանի վրա, թե այստեղ քեզ քանի հոգի են շնորհակալություն ասում։ Կենտրոնացի նրա վրա, թե Տերը քեզ ինչ է ասում։ Մի կենտրոնացի նրա վրա, թե այստեղ մարդիկ քո մասին ինչ են մտածում։ Այլ կենտրոնացի նրա վրա, թե Տերը ինչ է մտածում քո մասին։ Ամեն։ Սրա վրա պետք է մտածել։ Կարևոր է, որ մենք հասկանանք, որ Տերը ուզում է օգտագործի մեզ ամբողջությամբ։ Ամեն։ Անկախ նրանից մեր անունը հայտնի է թե չէ։ Անկախ նրանից մենք սոցցանցերում կանք թե չկանք։ Անկախ նրանից մենք ինչպես ենք մեզ դրսևորում, բեմի վրա երևում ենք թե չենք երևում։ Տերը ճանաչում է մեզ, հարգելիս։
Տեր ուզում է, որ մենք խոսանք ավետարանի խոսքը ամեն մի հոգու ինչի մեջ, որ մենք կանք։ Քո աշխատանքի տեղը, քո բարեկամների շրջանում, քո հարևանների շրջանում, գիտես ամեն տեղ Տերը համագործակից է մեզ։ Ամեն, ոչ թե հարգելիս Տերը ունի մեր կարիքը, այլ մենք ունենք Տիրոջ կարիքը։ Մենք ունենք Տիրոջ կարիքը։ Դրա համար քեզ ուզում եմ vocation չեմ, ուզում եմ քեզ ոգևորեմ, ուզում եմ քեզ հորդորեմ, որ բերանդ փակ չպահես։ Ոչ միայն քարոզես, այլ նաև քայլես ավետարանի մեջ։ Ամեն, այլ նաև գործես ավետարանի մեջ։ Գիտես, 2.5 հաց ունեցող տղան հազարավոր մարդիկ կային, 5000-ի չափ մարդ կար այնտեղ։ Բոլորն էլ ուտելիք ունեին, ասեմ ձեզ։ Ոչ մեկ սոված ծարավ չէր, բայց այս տղան, որի անուն նույնպես ոչ մեկ չգիտի, մոտեցավ Հիսուսին, ասեց Հիսուս, ես սա ունեմ, ինչ կարաս անես։ Մեր խոսքերով ասած։ Հիսուսն էլ ասեց, արի։ Ասեց, բերեք այդ տղային իմ մոտ։ Գիտես, միգուցե մեծ ձեռքինը 2.5 հաց չի, չգիտեմ ինչա, մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, բայց երբ որ մենք դնում ենք Աստծո արքայության համար, Տերը սկսում է հրաշքներ անել։ Տերը սկսում է փրկել մարդկանց։ Տերը սկսում է արթնացնել մարդկանց։ Տերը սկսում է իր խոսքը հաստատել հրաշքներով ու նշաններով։ Ամեն, հալելույա, փառք Աստծուն։ Խնդրեմ, նվագողով բարձրանա։ Ուզում եմ քեզ հորդորեմ, ուզում եմ քեզ ուղղորդեմ, հարգելիս, մի նստի թախտին ու սպասի բախտին։ Մի մտածի, որ հեսա ինչ-որ մեկը կգա ու կքարոզի ես իմ բարեկամներին։ Դու քարոզիր։ Մի մտածի, որ հեսա ինչ-որ մեկը կգա դրսից, հեսա կտանենք իրանց եկեղեցի ու սենց ինչ-որ բում կլնի։ Հարգելիս, Տերը ամեն տեղ է գործում։ Տերը ամեն մեկի միջոցով կարագործի։ Հալելույա, փառք Աստծո, եթե դու մանավանդ դու Աստծո զավակ ես, Սուրբ Հոգով լցված ես, ում ես սպասում, ինչի չես խոսում ավետարանը, ինչի քո կյանքով ցույց չես տալի, որ Տերն է Հիսուսը, որ ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է։ Ամեն, հալելույա, փառք Աստծուն։ Դες կարևորը Տերը ճանաչի քեզ։ Կարևորը երկինքը ուրախացնես։ Ամեն։ Գիտես, դու կարող ես մտածել, բայց ես այդքան էլ մեծ ռեսուրս չունեմ երկինքը ուրախացնելու։ Հարգելիս, քո հավատքը եւ քո խոսելու ունակությունը բավական է երկնքին ուրախացնելու համար։ Քո հավատքը եւ քո համարձակությունը ավետարանը քարոզելու բավական է երկինքը լցնելու ցնծությամբ։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Եկեք ոտքի կանգնենք։ Ես առաջարկում եմ, որ սի միասին աղոթք անենք։ Եթե դու մինչև հիմա ամանչել ես Տիրոջ անունը տալու, ես առաջարկում եմ աղոթենք ապաշխարության աղոթք։ Ու նաև խնդրենք, որ Տերը համարձակություն տա քեզ, որովհետեւ դու համարձակ լինես ավետարանը քարոզելու։ Գիտես, հաճախ մարդիկ չեն ամանչում վատ բան անելուց, բայց ամանչում են ավետարանը քարոզելուց։ Հաճախ մարդիկ վախենում են ավետարանը քարոզելու, բայց համարձակ մեղքեր են գործում։ Ուրցի դրանք փոխվեն տեղերով։ Ամեն։ Աղոթենք միասին։ Հալելույա քեզ Հիսուս, հալելույա քեզ Տեր Աստված, մենք բոլորս քո առաջ ենք Տեր, և դու գիտես ամեն մեկիս առանձին Տեր, դու գիտես մեր ներսը ու մեր դուրսը Տեր, դու գիտես մեր մտքերը ու մեր կյանքը Տեր, մեր կյանքի ամեն բնագավառները քո առաջ են արքա, և մենք խնդրում ենք Տեր, որ դու ներես ու մաքրես մեզ Տեր, քո արյունով, եթե մենք երբևիցե ամանչել ենք քո անունը տալու,
Եթե մենք երբևիցե ամանչել ենք քո խոսքը խոսալու, եթե մենք երբևիցե ամանչել ենք ուղղակի ասելու, որ մենք քո զավակն ենք, Տեր, խնդրում ենք, ներիր մեզ, քո արյունով մաքրիր մեզ, Տեր, եւ մենք նույնպես խնդրում ենք, որ դու համարձակություն տաս մեզ, Տեր, ամեն մեկի սարքա, ամեն իրավիճակների մեջ, Տեր, համարձակություն տուր, որպեսզի մենք համարձակ քո խոսքը խոսենք, Տեր, որպեսզի մենք համարձակ վկայենք քո մահվան ու հարության մասին, որպեսզի մենք համարձակ խոսանք քո խոսքը, Տեր, որպեսզի քո փրկության ավետարանը մեր միջոցով, Տեր, ամեն մեկիս միջոցով, Տեր, հոսի դեպի այն մարդկանց մեջ, ովքեր որ չունեն քեզ, որ մեր միջոցով հոսի քո ավետարանի խոսքը, որ մեր միջոցով հոսի քո փրկության զորությունը մարդկանց կյանքերի մեջ, Տեր, եւ նրանք էլ ունենան փրկություն, Արքա։ Հալելույա, Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզ, Արքա։ Մենք շնորհակալ ենք, Տեր, որ մեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Մենք շնորհակալ ենք, Տեր, որ երկինքը ճանաչում է։ Մենք շնորհակալ ենք, Տեր, հալելույա, այն բոլոր բարիքների համար, որ դու անում ես մեր կյանքերի մեջ, Արքա։ Հալելույա քեզ, Տեր։ Հալելույա քեզ, Արքա ջան։ Շնորհակալ ենք քեզ, Տեր։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Հալելույա։ Երբեք մի ամանչի Տիրոջ անունը տալուց։ Երբեք մի վախեցիր ասելու, որ դու քրիստոնյա ես։ Երբեք մի վախեցի ասելու, որ դու Աստվածաշունչ ես կարդում։ Երբեք մի վախեցի քո շրջապատի մեջ Աստվածաշնչից օրինակներ բերելուց։ Երբեք մի վախեցիր։ Գիտես ինչի, որովհետև Տերը այդ պահին հետևդ կանգնած է, եւ ասում է՝ մի վախեցիր։ Մի վախեցիր։ Մի վախեցիր։ Մի վախեցիր։ Ասա, որ դու Աստծո զավակ ես։ Հալելույա, փառք Աստծուն։